Սուրբ Հոգու դեմ հայոյանքը չի ներվի։ Ինչ ասել է Սուրբ Հոգու դեմ հայոյանք։ Դա ո՞րն է սիրելիներ, որ բոլոր մեղքերն ու հայոյանքները պիտի ներվի, սա չի նշանակում մենք կարող ենք մեղք գործել հայոյել կների Տերը։ Եթե զղջաս ու ապաշխարես այլևս չանես, այո կներվի։ Բայց Սուրբ Հոգու դեմ հայոյանքը ո՞րն է։ Երբ որ մարդը բացահայտ մերժում է Քրիստոսի բերած փրկությունը, սա հայոյություն է։ Նա ով ասում է չեմ հավատում Հիսուս Քրիստոսին, ով ինձ համար խաչվել է, թաղվել է, հարություն արել, ինքը հայոյում է։ Նա ով ասում է, որ Աստվածամայրը կույս չէ, սա հայոյանք է, որտեղ Սուրբ Հոգով է հղացել, դա Սուրբ Հոգով է լցված Աստվածամայրը։ Նա ով մերժում է սրբությունը, Քրիստոսի մարմինն ու արյունը, իբրև Քրիստոսի մարմինը ինքը դա հաց ու գինու է, դա հաց ու տեսանելի գինի է նկատում, նա նույնպես հայոյում է։ Ուրեմն շատ զգուշ պիտի լիներ, որպեսզի այս հոգևոր հարցերի մեջ մենք սխալ բան չասենք։ Մի կարևոր բան, որ տարածված է մեր ազգի մեջ։ Ինչ հայոյանք ունի մեր ժողովուրդը, ինչ ասում, Տիրոջդ մերը։ Ով է մեր Տիրոջ մայրը։ Աստվածամայրը։ Մենք ակամայից այս հայոյանքով Աստվածամորն ենք հայոյում։ Մեր Տերը Հիսուս Քրիստոսը նրան ծնողը Մարիամ Աստվածածինն է։ Արմենակ տարածված բառը ես քո Տիրոջ մերը։ Սա ենք օգտագործում։ Եվ մեզ թվում է, թե ուղղակի մենք իրեն ծնողին ենք ասում, չէ, սա հոգևոր իմաստ ունի եւ շատ զգուշ պիտի լինի մարդը, որպեսզի այս հայոյանքների մեջ չհայտնվի։